Վանաձորի կենտրոնական փողոցներից մինչև գյուղական բակային հանդիպումներ, միասնության թևեր կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում Վանաձոր խոշորացված համայնքում էր։ Կուսակցության ներկայացուցիչները շրջել են, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու ներկայացրել քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը։ Քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվել են սոցիալական, տնտեսական և համայնքային զարգացման հարցեր։ Սկսում ենք Վանաձորից, մեր հզոր քաղաքներից մեկից, ուզում ենք նաև այնպես անենք, որ ժողովուրդը իսկապես վստահի հավատա մեզ, որ կարողանանք մեր ծրագրերն իրականացնել, այդ թվում Վանաձորի հետ կապված։ Վանաձորի գլխավոր խնդիրներից է աշխատատեղերի հարցը, երիտասարդների ապագայի հարցը, ապահով ապագայի եւ իհարկե կրթության հարցը։ Կրթական հարցերը մեզ համար շատ կարևոր են եւ Վանաձորը ըստ մեր նախատեսած ծրագրի պետք է լինի 3 խոշոր կլաստերային կենտրոններից մեկը։ Մենք իհարկե եկանք ծաղիկներ խոնարհեցինք Արցախյան պատերազմի, հատկապես 44 պատերազմի մեր հերոսների հիշատակի համար սխրանքի։ Կուսակցության ծրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մարզերի զարգացումը։ Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը վանաձորցիներին ներկայացրել է բարձր տեխնոլոգիաներով հագեցած պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու, հայրենասիրական ռազմարդյունաբերության մեջ ներդրումներ ներգրավելու, նոր հարկային համակարգ ստեղծելու, 4-րդ երեխայից սկսած մարզերում անվճար բնակարան տրամադրելու, պետություն, բուհ, աշխատաշուկա կապ հաստատելու եւ այլ ծրագրային դրույթները։ Ամենագլխավոր հարցերից մեկը աշխատատեղերն է, կրթության հետ կապված հարցերը, տնտեսության, այսինքն հարկային քաղաքականության հետ կապված հարցերը, գլխավոր հարցերից մեկը նաև իհարկե անվտանգությունն է։ Ես կասեի ամենագլխավոր հարցը, որտեղ մարդկանց հետ չէ շփվում, բոլորը խոսում են ապահովության մասին, անվտանգության մասին։ Դա համար մեր ուղերձն է մեր վանաձորցիներին, մեր մյուս հայրենակիցներին, որ մեր գլխավոր հանձնառությունը միանգամից կամ առաջին հանձնառությունը լինելու է հենց Հայաստանի անվտանգությունը եւ բանակի բարեփոխումը։ Քարոզարշավային այցի ընթացքում քաղաքացիները նաև հնարավորություն են ունեցել ուղղել իրենց հարցերը եւ ներկայացնել մտահոգությունները։ Ժառանգության արտադրացնենք, 5% անես փոքր հարկը դնենք, որ մեր նպատակը որ փոքր միջինը անգլիստ աշխատի ու մոտիվացիա ունենա մեծանալու։ Կուսակցությունը նախատեսում է առաջիկայում շարունակել հանդիպումները, նախընտրական ծրագրի դրույթները ներկայացնելով նաև այլ համայնքների բնակիչներին։ Սերինե Սերոբյան, Գոռ Փելեշյան, լուրերի համար։